Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 13-րդ գլուխ։ Ուխտին դաբանագը կփոխադրվի Գարիաթարիմեն։ Դավիթ հազարաբետներուն, հայրաբետներուն եւ բոլոր առաջնորդներուն հետ խորհրդակցեցավ։ Ապա Դավիթ Իսրայելի ամբողջ համախմբումին ասավ. Եթե սա բանը ցեզի հաջելի գտվի ու դիրոճմեն մեր աստուծմեն է, մարդ ղրգենք Իսրայելի ամբողջ երկրի մեջ մնացող մեր եղբայրներուն, նաև անոնց հետ իրենց քաղաքներուն եւ արվարձաններուն մեջ եղող քահանաներուն ու ղևդացներուն, որբեսի մերքով հավաքվին եւ մեր աստուծույն դաբանագը մերքով փոխադրենք։ Արդարև Սավուղի օրերը անոր խորուրդ չարծուցինք։ Ամբողջ համախմբումը հավանություն տվավ, որ այդպես են, քանի որ այս խոսքը ամբողջ ժողովրդին աչքերուն ուղիղ թվեցավ։ Ուստի Դավիթ ամբողջ Իսրայելը համախմբեց Եգիպտոսի Սիովրեն մինչև Եմաթի մուտքը Աստուծո դաբանագը Գարիաթարիմեն բերելու համար։ Դավիթ ամբողջ Իսրայելի հետ փահաղա բարձրացավ, այսինքն Հութայի Գարիաթարիմը, որբեսի անգե բարձրացնե քերոբեներուն վրա բազմող Աստուծույն Եհովային դաբանագը, որուն վրա անոր անունը գոչված է։ Աստուծո դաբանագը Աբինադաբի դունեն վերցնելով նոր սայլիմը վրա դրին, Ոզա ու Աքիով այն սայլը գվարեին, իսկ Դավիթ եւ ամբողջ Իսրայելը ամբողջ ուժով Աստուծո առջև գխայդային երգերով, քնարներով, դավիղներով, թմբուկներով, ձնձղաներով ու փողերով։ Երբ Գիթոնի գալը հասան, Ոզա իր ցերկը երկարեց, որբեսի դաբանագը բռնե, քանի որ եզները զայն ծրած էին։ Ուստի դիրոջ փարգությունը Ոզայի թեմ փորփոքեցավ եւ ցերկը դաբանագին երկարելուն համար զայն զարգավ, ան հոն մերավ Աստուծո առջև։ Դավիթ դրտմեցավ, որովհետեւ դերը Ոզան հարվածով զարգավ։ Ուստի այդեղին անունը մինչև այսօր Փարես Ոզա գոչվեցավ։ Դավիթ այդ օրը Աստուծմե վախցավ եւ ասավ. Աստուծո դաբանագը ինչպես քովս բերեմ։ Հետևաբար Դավիթ դաբանագը իրքով Դավիթի քաղաքը չբերավ, հաբա զայն քետացի Աբդեթոմի դունը դարձուց։ Աստուծո դաբանագը Աբդեթոմի քով անոր դան մեջ 3 ամիս մնաց, ու դերը Աբդեթոմի դունը եւ անոր ամբողջ ունեցածը օրհնեց։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։